Վտանգված է Սիրիայում ապրող մեր հայրենակիցների կյանքը։ Այսօր ալևիները, վաղը Սիրիայում ապրող հայ քրիստոնյաները կարող են դառնալ անմեղ զոհեր Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի նոր իշխանության եւ նախկին նախագահ Ասադի զինված կողմնակիցների բախումներից։ Շատ աչալուրջ պետք է լալ, պետք է աջաբարել եւ ամեն բարակայի պետք է մենք փորձենք մեր համայնքի ապահովության մասին մտածել։ Առնվազն 2 հայի արդեն սպանել են, ըստ որոշ տեղեկությունների, սպանվածները Անտուան եւ Ֆադի Բուտրոսներն են։ Հայր եւ որդի, որ սպանվել են քրիստոնեական Կասաբ գյուղից Լաթաքյա վերադառնալիս։ Բարբարոսները կանգնեցրել եւ կրակել են նրանց։ Դեռ պարզ չէ սպանողներն ովքեր են՝ Սիրիայի նոր իշխանության, թե նախկին նախագահի կողմնակիցները։ Բուտրոսները Ասադների ծննդավայր Կարդահա պատմական գյուղի վերջին հայերն էին։ Պետք է պատրաստ լինենք մեծաթիվ սիրիահայերի հայրենադարձմանը, կարծում են փորձագետները։ Պետք է ոչ միայն Հայաստանի բնակչությունը, այլև իշխանությունը պատրաստվի։ Նախ պետք է բարեհոգեբանական առումով լինի այդ ապրոմակցման, այսպես ասած, բաղադրիչը։ Երկրորդ հանգամանքը այն է, որ նախ իշխանությունները պետք է պատրաստ լինեն ցանկացած բանին ապահովել այդ տարհանման ամբողջ գործընթացը։ Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է, տեղի հայերն այդ հարցը չեն բարձրացնում։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղարն է հայտարարել։ Արևելագետ Գոր Գևորգյանը հիշեցնում է, Սիրիայի բնակչության 8-ից 9% քրիստոնյաներ են, որոնց Սիրիայի նոր ղեկավարը անվտանգության երաշխիքներ, համերաշխություն էր խոստացել, վստահեցրել, որ ազգամիջյան որևէ տեսակի խտրականություն չի լինի իր կառավարման ժամանակ։ Բայց այս տեսարանները շատ հեռու են թուրքամետ իշխանության խոստումներից։ Եթե վերադառնանք 1920 թվականին ցեղասպանության հետ, ազգերու լիգայի մեջ փուրն գերբով թեմ եղած են, որ հայկական ներկայությունը լավ Թուրքիա սահմանագից շրջաններում մեջ եւ այն ադեն առաջարկած էին դեպի Թունուզ կամ Մադագասկար փոխադրել հայերը։ Այսօր 100 եւ ավելի տարիների հետ այս ծրագիրը գործադրեն ընդհանուր ծրագրի գործադրության ընդմեջ է։ Հիմա Անկարայի համար բարենպաստ պայմաններ են Իսրայելի հետ համագործակցելով թուրքական վերահսկողություն հաստատելու սիրիական այն տարածքներում, որոնք անվտանգային առումով կարևոր նշանակություն ունեն Թուրքիայի համար։ Իհարկե, Իսրայելն էլ այդտեղ իր շահերն ունի, նկատում է արևելագետը։ Գազայի նկատմամբ սկսված իսրայելական գործողություններից հետո, ինչպես նաև Ասադների ընտանիքի իշխանությունից հեռացումից հետո առհասարակ մերձավոր արևելքում ձևավորվում է թուրք-իսրայելական երկբևեռ համակարգ, որտեղ Իսրայելը եւ Թուրքիան ունեն, այսպես ասած, դոմինանտ դերակատարություն եւ ռազմաքաղաքական ներկայություն։ Իսրայելի տեսակետից խնդիրը նույնպես շատ պարզ է, Գոլանի բարձունքներից շատ ավելի են խորացել, որոնք գտնվում էին, ինչպես գիտեք, իսրայելական հսկողության տակ, եւ Իսրայելի խնդիրը հիմա այն է, որ դուրս չգա այդ տարածքից։ Փորձագետի համար անտանելի է քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը բացահայտ այս ցեղասպան գործողությունների նկատմամբ։ Միջազգային տարբեր կառույցների եւ նաեւ ազդեցիկ պետությունների կողմից այսպես անտարբերությունն է, որը զազրելի ուրեմն չափերի է հասնում, իրավիճակը շատ ծանր է եւ կարող եմ ասել, որ նաեւ մերձավոր արևելքը պատմական առումով թեւակողում է ամբողջությամբ նոր մարտահրավերներով, որակապես նոր այսպես տեկտոնական տեղաշարժերով լի ժամանակափուլ եւ դժվար է թե այս ամեն ինչի ներքո կարողանանք խոսել տևական խաղաղության կամ գոնե եղած այսպես ասած հակամարտությունների մի փոքր նվազեցման մասին։ Գոր Գևորգյանը հույս չունի, թե թուրք-իսրայելական տանդեմը կխաղաղվի, քանի դեռ աշխարհը լռում է, զանգվածային սպանությունները մերձավոր արևելքում կշարունակվեն։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։